դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ անդրադառնալ նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին եւ գիտեք, որ բարեբախտաբար մենք թվերի էական եւ լուրջ անկում ունենք եւ հիմա առողջապահության նախարարությունը մտածում է, որ ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին եւ ինչու եւ ինչպես պատահեց, որ թվերը սկսեցին նվազել։ Իմ դիտարկումը միանշանակ է, նախ իհարկե դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ որ մեր երկու լիարժեք պատվաստումները 350,000-ի շեմը մոտավոր հաշվարկներով հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Եվ մենք այսօր երկու, այսինքն լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը արդեն հատել է 400,000-ի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը պիտի չթուլացնի, որովհետև մենք արդեն տեսել ենք վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում եւ նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է մենք մոտեցումներ եւ որոշումներ կայացնենք, իհարկե առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիաների շրջանակներում եւ համաձայն եւ պետք է լիարժեք հսկողություն սահմանենք իրավիճակի վրա եւ ընդհանուր առմամբ պետք է ասեմ եւ դա պետք է արձանագրել, որ համենայն դեպս այնպես մենք ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած մենք չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, չենք կարող դա ասել, ինչը շատ լավ է, բայց մենք ելի եմ ասում, մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները։ Տիկին Ավանեսյան, խնդրում եմ ասեք այդ ուղղությամբ մենք ինչ ենք պլանավորում եւ պատվաստանյութերի պաշարների հետ կապված իմիջայլոց էլ ասեմ, որ այն բանից հետո, երբ որ մեր իրավապահ մարմինները սկսեցին գործել, ըստ էության գրեթե վերացավ շրջանառվող լուրային մասին եւ կա կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, իհարկե բացառել չի կարելի, բայց հիմա ակնհայտ է, որ այդ խնդիրը մասշտաբներ չունի եւ ես խնդրում եմ կոչ եմ անում բոլորին այդպիսի գործունեություն չծավալել։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Տիկին Ավանեսյան, մենք առաջին պատվաստումով արդեն 700,000-ից ավել է, ճիշտ է։ Մենք չունենք ոչ մի բարդության դեպք, ոչ մի այնպիսի բարդության դեպք, որը արժանի է հիշատակման։ 700,000 մարդ պատվահիշում եք, չէ, ինչ էին ասում, մարդիկ, չգիտեմ, ամենասարսափազդու տեսարաններն էին նկարագրում։ Մենք բարդության ոչ մի դեպք չունենք, որը արժանի է հիշատակման։ Իհարկե լինում է պատվաստումից հետո ջերմություն էլ է պատահում, լինում է որ չի լինում ջերմություն, լինում է որ ինքնազգացողության վատացում անում, բայց հիշատակման արժանի ոչ մի դեպք չունենք։ Ճիշտ գիտեմ, չէ՞ Տիկին Ավանեսյան, համեցեք։